Փաշինյանն այսօր առաջարկ է անում, ասում է հայ առաքելական եկեղեցիներում սուրբ եւ անմահ պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, եկեղեցու մոտ դնել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Սա որտեղից ծնված գաղափար է։ Չեմ ասում, որ սրանով խառնում է եկեղեցու ներքին գործերին, վաղուց է խառնում, բայց այստեղ լիքը հարցեր կան։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ցանցային կառույց է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Պատկերացնում եք, որ Նիկոլի այս առաջարկը ենթադրում է, որ պետք է տարբեր երկրներում հայկական եկեղեցու մոտ դրվի այդ երկրի դրոշը ու եկեղեցում հնչի այդ երկրի հիմնը։ Թուրքիայում հայկական եկեղեցում պետք է հնչի Թուրքիայի հիմնը երգչախմբի կատարմամբ եւ դրվի այդ երկրի դրոշը։ Իսկ ինչու Փաշինյանին պետք է որ հայկական եկեղեցում հնչի Թուրքիայի հիմնը եւ դրվի այդ երկրի դրոշը։ Ուսումնասիրեք, թե որտեղից է գալիս եկեղեցու վրա գրոհի պահանջը ու հարցեր չեն առաջանա։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու վերաբերյալ նորամուծություններով է հանդես գալիս, մի առաջարկել ես ունեմ։ Առաջարկում եմ պատարագներն անցկացնել կառավարության դահլիճում նիստերի։ Մեկ է Կիրակի օրը ազատա։ Տարեք ենտեղ արեք պրծեք, Էլիզուր տեղ մի նեղություն տվեք, ոչ հոգևորականներին, ոչ եկեղեցուն, ոչ եկեղեցու զավակներին։ Քանի որ ձեր միակ սրբավայրը ձեր աթոռն է, ձեզ մոտ արեք այդ պատարագները։ Այ հա, պատվիրատուն դա չի պատվիրել։ Հենց եկեղեցու ներսն է պետք պղծել։